Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդմանը անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Իսկ ովքեր կցանկանան գրանցվել մեր նորաստեղծ Քոչարի ազգային վերածնունդ կուսակցությանը, կարող եք ձեր անձնագրի նկարները ուղղակի դնել սեղանի վրա նկարել անձնագիրը ամբողջ էջով, մատ վրան չտնեք եւ եթե ունեք գրանցման էջ, գրանցման էջը։ Կամ ձեր ID քարտը նկարեք երկու կողմից եւ ուղարկեք։ Հիշեցնեմ ձեզ, որ ովքեր գրանցված են, ամսի 9-ին ժամը 12-ին կարող եք լինել մեր կուսակցության բացման արարողությանը, որտեղ կլինեն լրագրողներ, հյուրեր եւ այլն։ Ժամը 12-ին անի հյուրանոց խնդրեմ համեցեք։ Հիմա դրա մասին էլ կխոսեմ։ Ուրեմն լավ, սկսենք հենց առաջինը դրանից։ Ուրեմն, քանի որ երկրի իշխանությունները բոլոր իրար հետ եւ իրենց սուտ ընդդիմությամբ, որոնք պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին, դեռ շատ բաներ չեմ մանրամասնում, հələ ասելու եմ շատ բաներ սուտ ընդդիմության մասին, հանձինս Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան եւ հատկապես Ռոբերտ Քոչարյան, որի ձեռքում է գտնվում երկրի ղեկավարման այսպես ասեմ, տնտեսական կոնտրոլի պատյետից քաղաքական Լևոն Տեր-Պետրոսյանին, բնականաբար Սերժն է իր տեղն ունի, Նիկոլն էլ, բայց ամենամեծը Քոչարյանն է տնտեսականը։ Փորձում են անընդհատ խոչընդոտներ ստեղծել, իբր թե իրենք Նիկոլի հետ չեն, բայց միասին։ Քոչարի ազգային վերածնունդ կուսակցության համագումարի համար։ Եվ որպեսզի չկայանա մեր համագումարը, կուսակցությունը չստացվի եւ այլն։ Ուրեմն ես ոչինչ չունեմ դեմ անի հյուրանոցի ղեկավարությանը, որտեղ ցավոք սրտի ես երկրում ունեցա ստեղծվել, որ բիզնեսմենը անկախ նրանից ում է պատկանում անի հյուրանոցը, ենթարկում է պետության հրամաններին եւ ամեն ինչ անում էին, որ խոչընդոտեն ամսի 9-ին կուսակցության առաջին համագումարը, որը չստացվեց։ Թե ինչեր էլ կփորձեն անել, ինչ խոչընդոտուն բաներ կմտածեն, սա ցույց կտա Աստված, բայց ինչ էլ ուզում է լինի, չեն կարողանալու խոչընդոտել մեր բացումը։ Անի Պլազա հյուրանոցը էլ եմ ասում, ղեկավարության հետ կոնկրետ անձնական անկախ նրանից ով է, հարց չունեմ, ես հարց ունեմ պետության հետ, որ ամեն ինչ անում է, որ թույլ չտան մենք կայացնենք, այդ օրս բաղաց ասեք, էս ասեք, բնականաբար բիզնեսմեն են, բիզնեսմենին կարան ճնշեն, որ ցանկացած գնով խոչընդոտի, թույլ չտա, որ կայանա համագումարը, բայց այդպես չի լինելու։ Համագումարը թույլ չտալու նախորոք, ասում եմ, Հայաստանի Հանրապետության ղեկավարություն եւ ընդդիմություն, այդ համագումարը ամենավատ դեպքում կարա լինի հրապարակում ու շատ ցավոտ ձեր համար։ Եթե հանկարծ եղավ հրապարակում կամ օպերայի մոտ, դուք պատկերացեք, դուք ուղիղ գնում եք առճակատման միակ ազգային ուժի հետ, ոչ թե ձեր ենթակա որևէ խմբավորումների հետ։ X Պարզա։ Ես զգուշացնում եմ ձեզ, հանկարծ մի հատ էլ փորձել եք խոչընդոտ ստեղծել, հիմա սկսեցիք անի հյուրանոցի միջոցով, բայ այդ օրը չենք կարա էս այնա, չստացվեց։ Էլ ոնց եք փորձելու, հլը, ինչ եք սարքելու։ Ես արդեն գլխի եմ ընկնում սաբոտաժի տեսակները, բայց Աստված մի առաստե հանկարծակի փորձեք ուղիղ ճանապարհով մեզ գտնել։ Պատասխանը կստանաք, սա ոչ թե շանտաժ է վախեցնելը, ուղիղ։ Իրավաբանական հարթակում շատ ցավոտ, ամեն մեկիդ վրա տոննաներով կոմպրոմատ կա ձեր կողմից, ձեր կուսակցության անդամների ուղարկած։ Եթե ձեզ թվում է բոլորը ձեզ սիրում են, շփոթված եք, որտեղ երբ որ դուք հարցնում եք վերև, ձեր անգրագիտության եւ փնթիության ստրուկ լինելու ուղեղով բաց եք թողնում բոլոր փաստաթղթերը, այդ կոմպրոմատները գեղեցիկ գալիս է մեր մոտ, մի քանի երկրներում պահվում է։ Դա վերաբերվում է բոլորիդ։ Քանի որ դուք բոլորդ Ղարաբաղյան կլան, որի անդամն էլ կարելի է համարել ու համարվում է Նիկոլ Փաշինյանը, ուղղակի ձևականությամբ տհանել է, դուք ամբողջ կյանքներդ ման եք գալիս տեր, ու տիրոջ կարգավիճակում միշտ մտնում եք նրա տակ, ով որ հայազգի թշնամի է բնականաբար։ Ոնց որ մարդուն մոլորեցնում են, սարքում են ինչ-որ այն թույլ պահին ներս է մտնում որևէ մի սեկտա կոնկրետ անուն չտամ եւ ասում է դուք հավատում եք Աստծո գոյությանը կամ մենք ձեր համար հուրրա հայա Քրիստոսը ես եմ հոգեբանորեն ասում նույնն է դուք եք ձեր վրա էլ են այդպես ասում ու վերցնում են հակահայերը դուք ամբողջ կյանքներդ Ղարաբաղյան կլան փնտրել եք տեր կյանքում դուք չեք եղել անկախ հայ
Ես ապացուցել եմ, թե պատմական ցանկացած փաստի ժամանակ ու ցանկացած հայկական պետություն կործանելու մեջ մեղավորությունը ձեր Ղարաբաղյան կլանինն է, ոչ թե Արցախի խելոք եւ հանգիստ ժողովուրդն է, այլ հենց ձերը։ Պարզ է, այդ մասին մի փոքր ուշ կխոսեմ։ Ղարաբաղյան կլան եւ Արցախի բնակիչ դրանք տարբեր բաներ են։ Արցախի բնակիչն է մեր հերոս հայ ազգն է, Ղարաբաղյան կլանը, որի ղեկավարման աստիճանը չգիտես ինչու միշտ դուրս է գալիս Արցախից, Արցախում հարստահարված փախածներից դա դառնում է հայ ազգի չարիք։ Հետումյաններ, Օշին, Սյունիքի թագավորներ, Հայաստանի Հանրապետության Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան կլան եւ նրանց հիմնադիր մնացած բոլոր անդամները։ Անցնենք հաջորդ հարցին։ Նախ ասեմ ձեզ, որ Արամ Սարգսյանի, այսինքն Վազգեն Սարգսյանի լուսահոգի խորտ քրոջ խոսքը լրիվ թուրքական ապացուցեց, որ ինքը թուրքի վիճվածք է, ինքը միայնակ իրեն հիվանդանոց փոխել են։ Ամսի 5-ին բոլորս գիտենք, որ Վազգեն Սարգսյանի ծնունդն էր, բոլորը շնորհավորեցին, շնորհավորում ենք ես նույնպես Վազգեն Սարգսյանին, ես անձամբ ամսի 5-ին Վազգեն Սարգսյանի ծնունդին եղել եմ, մի անգամ ավիճակվել, հա, ասեմ ձեզ, որ Արտաշատի թատրոնում ա եղել, շատ հետաքրքիր էր, սենց ոգեշնչող էր, իհարկե Վազգեն Սարգսյանի մահվանից հետո, բայց Արամ Սարգսյանը միկրոֆոնը բերում են, դեմ են դուրս տալիս, եւ Արամ Սարգսյանը ասում է, որ Վազգեն Սարգսյանը իմ բարեկամը չի, Վազգենի բարեկամը ողջ սփյուռքն է, ինքը ասում է Վազգենը ինչ, Վազգենը էս, Վազգենը են, Արամ Սարգսյան, թուրքի վիժվածք, իրոք փոխված, Նիկոլի հետև մտած, դու ասում ես շուրնուխը հայկական չէ, էսի հայկական չէ, մա Վազգեն Սարգսյանը հողերը ազատագրել, ասում ազատագրել է, որ ինչ։ Դու ախր մտար, ընդհանրապես քեզ մարդ ճանաչեց, Արամ քույրիկ, Վազգեն Սարգսյանի ուղղակի պայմանական եղբայր լինելով, որ դու թշնամի ես։ Ես շատ բան չեմ ուզում ասեմ ես վիժվածք, բազմակի օգտագործած ապրանքի համար Քոչյանի քիփ, որով նաև դու ուրախացած էիր Վազգենի սպանելով, որ քեզ շանս տրվեց տան միջի անճոռնի ճուտիկին դեմ դուրս գալ, որը դու չկարողացայիր օգտագործել, քանի որ դու էլ Բաշարի կերպարն էիր, մեծ եղբորը սպանեցին դեբիլ Բաշարիկին դեմ տվեն, որ անբաշար Բաշարը երկիրը քանդեց։ Նույնը Քոչանենք հասկանալով ռուսի հետ քեզ արեցին, որ դառել էիր վարչապետ, ընկել էիր փող գրփելու մեջ։ Որ դու կանգնում էիր SNG ժողովին ասում էիր, Վազգենը ասում էր, քեզ 1000 անգամ եմ ասել, սգրի քաղաքականությունից, որ ամբողջ SNG ղեկավարությունը ապշել են, Կիրգիզիայի ղեկավարը 50 անգամ ֆռաց ասեց, էսի հաստատ Վազգենի աղբերն է, Ասկարակաևը ասի հա, ասեց չեմ հավատում, էսի Վազգենի աղբերն է, ասեցի հա, ասեց չեմ հավատում, մարդը շոկի մեջ էր։ Այդ մարդն ես դու, ապրանք, թուրքի տակ մտած, որ հիմա թուրք ես էլի փորձում Թուրքերով թուրք եք փորձում անցկացնել, դու այլասերված սրբապիղծ Լևոն Բարսեղյանի հետ ես փորձում միացել ես, որ քաղաքապետ անցկացնեք, Նիկոլ սրբապիղծ Հայաստանի հետ, եղբորը Տարցանը միլիոնների մեջ ինադու թողեցիր, Արցախում ինադու թողեցիր, որ թուրքերը հելնեն ինադու ջարդեն, այլասերեն Արցանը եւ ամեն ինչանը, ընենց որ Արամ Սարգսյան, դու հայ ազգի թշնամիների ցուցակում ես Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Դու Ղարաբաղյան կլանի անդամ ես ձև տված քեզ, թե դու իրանց դեմ ես։ Всё, անցանք հաջորդին։ Անցնենք մի հատ դոդից բան ասեմ, որ ես միշտ ասել եմ, տարաձայնություն ունեմ Արտակ Սարգսյանի հետ Դոգի եւ մնացած շատ հարցեր կա, որ տարաձայնություն ունենք, ասել եմ, մի հարցում ենք մենք միշտ 100%-անոց իրար հետ, որ երկիրը պետք է փրկվի, մեր ազգը, մեր երկիրը պետք է մեծանա, հայ ազգը պետք է փրկվի, թե չէ, օրինակ Արտակը ավելի բաց է բարի խոսում Դոգի համար, ոչ թե ես չարեմ։ Ուղղակի ես այն անգամ եմ ասել, ելի եմ կրկնում։ Հայ ազգի ներկայացուցիչը, եթե ունի խնդրեմ, ունի կուսակցություն, հսկական, չէ, 300,000 դիտորդ ուներ։ 300,000 դիտումով մարդը եթեր ունի, հա, հետը որևէ բան եղել է, ովքեր
Ովքեր իր կուսակցությունը բացել է։ Ղեկավարը անդամներ ընդ Գևորիկ, Մեվորիկ երևում էր, ոնց որ նառա էր երևում, եսիմ ով էր երևում։ Եթե իրոք իր մասին մտածում եք, մի հատ կապնվեք մեր հետ, ասեք ես ինչ պրոբլեմ է կա, ինչ չեք ուզում, վախենում եք, ածականս որոշ խմբավորումներ դրել եք կուսակցություններ, որ ժանդարմի պես, KGB-ի պես կանա անում, որ մեզ տեսնի, ես լավ մարդ ենք, չէ, հինը հանում է մեյդան, հա, բա ինչ պիտի անեմ։ Բա կարող է, գիտեք, դուք պետք է գնաք այնտեղ 5 կուսակցություն փոխեք, հայ ազգի սպանությանը մասնակցեք, Քոչոյից, Սերժից, Նիկոլից, Լևոնից փող ստանաք, թալանների մասնակցեք, գաք սուրբ ձևանաք։ Կապնվեք Արտակ Սարգսյանի հետ, իմ հետ կապնվեք, ասեք լուրջ խնդիր ունեք, տեսեք կկարողանանք օգնենք թե չէ։ Ձեզ թվում է թե չենք կարողանա օգնենք, ուրեմն եթե թվում է ավելի լավ։ Մենք ոչ կոնկուրենտ ենք, ոչ էլ համարում ենք կոնկուրենտ։ Լավագույն դեպքում չասեմ, լավ, ուրիշ բան չասեմ, որ սիրուն չի լինի։ Մենք կյանքում կոնկուրենտ չենք համարել։ Ունեք հարց, դիմեք որպես հայ մարդ, մենք կկարողանանք առանց հաշվի առնելով իր այդ հաղորդումների որակը իր ներկայացված հայ մարդ, հա, պրոբլեմ ունի, զանգեք, մենք կփորձենք մեր ձևով աջակցենք ու ճիշտը կասենք, ոչ թե որ 300,000 մարդ էին նայում մարդու, 2 էջ ունի, կարող եք բացել տեսնել, դոդի էջերը բաց է, Telegram-ում։ Մարդուն բռնեցին, բոլորը հրաժարվան։ Մի էջում 260,000 մարդ կար, մյուսում 27,000 մարդ կար։ Այդ հսկայական լսողները, որոնք դոկ գոռում են, մեկը դարել է 8,000 հոգի, մյուսը դարել է 220,000 հոգի։ Բանեք մարդու բան չի եղել, սահմանային խախտման փաստաթղթով են բռնել, որ տես թռակ։ Այս է, հասկանում եք Հայաստանին։ Հե եզը ընկնում է, դանակավորը շատանում է, պապենական խոսք։ Եթե ունեք հարց, դիմում եմ դուք կուսակցությանը, ունեք պրոբլեմ, որ չեք կարողանում լուծեք, կապնվեք մեր հետ։ Արտակի հետ կապնվեք, իմ հետ կապ չունի։ Ինձից բոլորը թուշտ է կլում, կապնվեք Արտակի հետ։ Ես անուն չտամ, շատ կուսակցություններ 5,000 անգամ փորձել են ու Արտակին բողոքում են, որ Գագոն շատ սարդ է։ KGB-ի պես կան անում, ով ինչ արև, ոնց արև, թողնեն խոսալ, թե չէ։ Հա, ճիշտ եմ անում։ Բա ամեն մեկիդ հետ որ խոսամուր կգնա կհասնի։ Պարզա։ Սա էս հարցով։ Հիմա հասնենք մյուս հարցով։ Նիկոլ Փաշինյանին դատական գործը հարցնում են հղի զովացի համար, ասում են ախր հարցնողը, ես չեմ ուզում այդ դեպուտատին բան ասեմ, որտեվ այդ աղջիկը երևի Քոչանի կուսակցության համեմատաբար քանի որ Քոչանի կուսակցությունից է, այդ արդեն ամոթ է, բայց համեմատաբար ինքը իրան համեստ ավելի պահող պատգամավոր է, ճիշտը խոսենք, անունը չեմ էլ հիշում, են թմբլիկ աղջիկը, շատ ճիշտ հարց է տալի, ասում է, բա ինչի, ով որ ձեզ մի տառ ասում է, տանը բերդ եք գցում, իսկ դուք մարդուն սպանել եք, մինչև հիմա դատավարություն ալու է։ Ցավը գիտեք որն է, որ այս հարցը տալիս են այն մարդու կուսակցությունից, հատուկ պայմանավորված հարց ու պատասխանի Քոչանի, որ Նիկոլը ամեն բեմ հելնելուց կարողանա բան ասի։ Դե բնականաբար ազգային ժողովը տուն-տունի կա, իրենք իրենցով սարքել են ժողովրդի խաբելու համար։ Հիմա ինքն էլ հելնում ասում է, բա Քոչանի ժամանակ էս սպանել են Բերչինգ է։ Մեր դատանը անկախ է, դրա համար էլ այդ հարցն է չի որոշում։ Կարճ, կոնկրետ։ Քոչանը նստած է, չէ։ Բա ասում եք ես բան եմ արել, միջամտել եմ դատարանին։ Էլ չեն ասում, որ այ մարդ, մի հատ դրսի մարդու ասեք, Քոչանը նստած է, հիմա հաջորդ ասեմ։ Արտակ Սարգսյանի վրեն ձերբակալությունը դրած է ինչի համար։ Ապուշ խոսքով, որ համակրել է շարժմանը, խո համակրել է աղջիկ չի։ Բգոնիդ ինչ մի համակրելու բան է բգոն, որ մարդ համակրի։ Համակրելու համար հոտված եք դրել մարդու վրա մի տարյա փագի տակը, դու մարդ ես սպանել, ազատության մեջ ես քո թմով, Քոչարյան ամբողջ հայրենիքը թալանել այդքան մարդ եք սպանել, դուք մարդասպաններով, ազատության մեջ եք, բայց անկախ դատարանին ինչի չեք ասում։ Հələ Մասիս Մելքոնյանը քննիչներին, քո ներկայացած այդ ապօրինի քննիչների մի երկու գեղեցիկ բառ որ չդնելու դատարանը չորոշել, որ Արտակը լրիվ պիտի կալակի տակ մնա։ Տեսնեմ ինչ էի կանել։ Էլի Մասիս Մելքոնյանը այդ արեց հասկանալով, որ փոփոխություն գալու է, ինքն էլ իր դատավորի գործն արել, որ վերջում չկանգնի ինքը Նիկոլի կամ մյուսի համար պատասխան տալու։ Ցանկացած մարդ ունի իր ապահովության աստիճանը։ Բա ինչի՞ կպետք է ապօրինության համար պատասխան տա։ Հետո վերջում սարքեն Հայկը Հարությունյան, հայ այդան տան մեջ խփեն գլխից, թե Կոստանյան սարքեն, խեղճ ու կրակ, Կուտոյան սարքեն խեղճ ու կրակ, ինքնասպանություն 2 կրակոցով, մի հատ սրտին խփեց, հետո գլխին կամ գլխին հետո սրտին։ Այս է պետության վերջը բերելու։
Հայաստանի դատական համակարգը այնքան փդացա դարերով եկած են սովետական նոմենկլատուրային սիստեմներով, որ մինչև այսօր դատավորներ, դատախազներ կան գետնի տակ չեն անցել մասսայական բռնավարությունների մասնակցություն ունենալու համար թալանի եւ այլնի, հələ դրանք կենթանի են։ Բա որ դատարան ելնի չի կարար մի հատ վարույթով բերի ասի Արիստելը, այս դատավորներին այսքան տուն, այսքան ունեցվածք որտեղից։ Արտակ Սարգսյանը ասեց, որ սիստեմն է, չէ, դատավորներին փող չի հասնում։ Ինչ ուզում է իրեն տալիս են, չի հասնում։ Գրվում է, տրվում է, որ այդ մարդը հետագայում տեսնեն ինչ է տրվել։ Արևելյան երկրների կարծեմ Քուվեյթներ, Էմիրատներ, թե որ սիստեմներ։ Ես չեմ հիշում իմ այդ երկրի։ Բա դատավորը կոռուպցիաների մեջ տարբեր տեղեր, ջիպերով, խանութներով, ֆիրմաների մեջ թալանով, մարդկանց քցելով, էս անելով, էս չի դատական համակարգ եղել։ Հիմա կասեք ուր է, հատ, բերեք դատավորին կանգնեցրեք, դնենք բացատրենք որտե ոնց։ Դատախազ, դատավոր, այդ ոնց անում։ Եթե դատախազը ինքը պետք է ապրի ամենալավ տանը։ Եթե դատախազը ինքը պետք է ունենա ամեն ինչ, հետո ասում եք այս երկրում մենք չենք միջամտում։ Այդպես չի է ձևը։ Առաջինը դատավորն ու դատախազը պետք է պատասխան տան։ Եղիշե Կիրակոսյանը դիմում է դուրս գրել գնալու։ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից ասում են չի ուզում գնա։ Ես հավատում եմ ավելի շատ, որ ինքը ասել են, ուղղակի չբարձրացանվի, որտեղ Եղիշե Կիրակոսյանը փախնելու ճանապարհն է ընտրում։ Եղիշե Կիրակոսյանը այն մարապճեղ չծառայած կենթանին է, Եղիշիկը այն կենթանին է, որը Եվրոպայում արել է հանցագործություն Հայաստանի Հանրապետության դեմ, լինելով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եվրոդատանում, ինքը Հայաստանի Հանրապետության դիմաց բազում հանցագործություններ արել։ Այդ թվում Հայաստանի Հանրապետությանը դատի տվել Նիկոլ Փաշինյանի համար, Հայաստանի Հանրապետության բյուջեից այդ ոչի լուտողին այդքան թալանի մեջ որ օրական լֆիկի վզին $1 միլիոն զարդ է դնում Աննա ոչի աղվեսատ կսնողը եւ այդ փողերը $25,000 դատելը հանե տվելա Նիկոլին։ Եղիշե Կիրակոսյանը այն մարդն է, որը Արմեն Բիլյանի ուղարկած դատական գործից, հենա Զարա Փոստանջյանը թող կենթանի ուղարկած փոստից Եվրոպայի միջից ծարարա հանե հատուկ։ Դատական գործից բան է գողացել։ Փոշտան գրել է, որ ընդունենք 5 կիլո եկել է, հասել է Գերմանաբանը միջազգային դատարան 4 կիլո 900 գրամ։ Ծարարը միջից հանած է, այսինքն ստացել է Եղիշիկն է եղել, միջից հանել է։ Եղիշե Կիրակոսյանը տեղով հանցագործ է։ Այն էլ ինչ կարգի Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Ես ուզում եմ, որ դատական process-ը լինի առաջ դատավորներին եւ պագոնավորներին առանձին տեղ էին դատում, չէ, նման դավաճաններին պետք է գցեն հանցագործ կրիմինալի մեջ։ Ինչի առանձին որ։ Ինչի առանձին պետք է դատվի։ Ինքը ազգի դավաճան է։ Ինքը ոչ թե ներսի արած բան, ինքը ազգի դավաճան է, Հայաստանի Հանրապետությանն է դավաճանը։ Ու բոլորը պետք է ոչ թե գնան բերդ նստեն առօք փառոք, ասել են բոլոր հանքերը պետք է պետականացվեն կամ չասնիների մոտ հանքերը հատուկ առանձնացվի տեղեր Քոչարյանն, Սերժն, Լևոնն, Նիկոլն եւ նրանց մանր մունր բաշի բոզուկներ, որտեղ թուրքական իշխանությունն աստ է բաշի բոզուկներ են, բառացի բառը բաշը գլուխը կարմիր, ղզել բաշ բոզ գույնն է, որ արտահայտվում է այդպես։ Կարմիրա գլուխներ, այսինքն բոլոր պարսիկները, գլուխները հիմնական Ադրբեջանից քոչվորա ժեխերը ներկում են հինա են դնում, որ իբր եվրոպացիներն են, հիմա Եվրոպայում են այտենց ոչխար ֆռում։ Ու մի քանի հատ քյարթու հայեր կան, սև մազի վրա ստե դնում են կյաժ են ներկում, դեբիլի պես դառնում է ժանկ։ Այդ բաշի բոզուկները պետք է նստեն բերդ։ Պետք է գնան Ուրանի հանքերում եւ մնացած հանքերում աշխատեն ու դες սատկեն։ Գնդակարություն չպետք է լինի ոչ մեկին գնդակարություն չպետք է լինի։ Տանջամա, այս է տարբերությունը։ Հիմի հաջորդ հարցը Արմեն Կարոտյանին դրին, վայ, կոմունալ սպասարկման պետին բռնին, վերջ, հակա կոռուպցիոնը բան արել, հենց այսօր տպվի, որ Արմեն Կարոյանին դատանը մերժել, հա, ինչ որ վարչական տուժեն դրել եւ այլն։ Էլի հիմի գնանք Սարգսյան Արտակի վրա։ Մարդը ընդամենը բգոյի մոտ կանգնել է, բգոյի մոտ Թանդիլյանն էլ էր կանգնած, ես ասեցի։ Թանդիլյանն էլ է կանգնած, ինչի Թանդիլյանի բերդ չեք գցել։ Հարց եմ տալիս, Թանդիլյանը իր տապոր չանով, sense լուսինը 15 օրական կողքից նայում ես ու քարփինջով խփածեր է, սով տափակ, մոնղոլական դիմակցերով չեչոտ կանգնած էր, բայց Թանդիլյանին ձիու պես որոշիլովի ձիու հայացքով կանգնած էր, ինչի Թանդիլյանը բերդում չի։ Թանդիլյանի մասին ասեցի, Արմեն Կարոյանը ինչի բերդում չի, հա։
Ինչի բերդում չի, ինչի ոչ մեկի վրան կանդալ չկա։ Արգիշտին հանեցիք կինոյով լավ տղա, վատ տղա, էս կանենք, այն կանենք, ինչի արգիշտը բերդում չի։ Ազգային ժողովում լավ տղա, լինձի չի ծնվել տղա, բանասի, հորս մորս արև։ Աղազարյան հովիկին հանեք միջազգային կարգի գոմիկ 20 հոգով 5 րոպեում կուսակցության թուղթ տվիք 8 ամիսա կուսակցության համար պայքարում ենք հազիվ եք թողենե չեք թողում համագումար անենք 25 հոգով կուսակցություն դրեցիք ամբողջ Սերժի կազմը Հարա Սաղաթելյանը մեջ կողմ նստած նկարեցիք շուշուտ կուսակցություն արեցիք մեր վրա փորձում եք բաներ անեք էսա պետության ձևը բոլորդ իրար հետ եք Ռուսաստանում Ռոզիսկի տակ Հայաստանի գտնվող Խուժան, Բառացի Խուժան, Քեթրինի Միրանը դեղ ծախող 8 տոննա դեղ Հայաստան մտցնող կուսակցությունը թողեցիք, չասեք աղբեր դեղա մտցրել։ Եվ արտակի վրա ինչ եք դրել, որ չեք թողում կուսակցությունը բացվի։ Խոչընդոտ եք անում։ 8 տոննա դեղ են, մի տոննան ինքը փուրը տվեց իբր որ բացեք, տոննայի վրից 270 կիլոն վերցրիք մարդ իրան ճղեց չինեց աստղադի տան թե աղբեր էդին փողը չի, Սիրժիկի փողն է քթից ապակաս է, ինձի կախարան են անելու, բա ուրա Քեթրինի Միրանը կորավ, բերիք ցնդեցրիք, հորինած երկրի դեմքերով սիլիկոնային հետը Բայց ոնց է օրենքը թույլ է տալիս Ռուսաստանի Հանրապետությունում Հայաստանից հետախուզության մեջ գտնվող խոշոր չափի փողերի լվացման դեղերի լվացման մարտում Հայաստանի պետպաշտոնյա ում անունով Պանաման տպել է իր offshore զոնան 800 միլիոն դոլար փող լվացած մարդը կուսակցություն բացի Արտակ Սարգսյանի 93 թվականից Հայաստանում չապրե ոչ մի թալանի մեջ ներգրաված չի ոչ մի վրան դատական գործ չկա համաշխարհային Ինտերպոլում Աֆրիկյան դատարանում, ասիական դատարանում, եվրոպական դատարանում մարդուն բռնել եք։ Հա? Նիգոլիկ։ Քո անգրադիետ իրավիճակով, քո անգրադիետ փաստաբաններով։ Բա դրա համար Մայլկոնյա Մասիսը խոյրավրեն չի վերցնելու այդ սաղ։ Դուք անուղեղ ձևով գործը կարում եք։ Է մարդը խո չէ թալու վերջում ձեր տեղը նստի։ Հեսա մեծ գիշեր առավոտ կհելեն, բաշարի պես կթռնես, բոլորին կթողես պուրը։ Բայց քննիչներ, դուք ինչ եք մտածելու, քննիչներ, հա? Ձեր հետ ինչ է կատարվելու, մտածում եք, ասել եք կներես պարտականություն եմ կատարել, հա, ենթական մարդ եմ, եք առաջ չկատարես, լյուբոյ հարցում։ Այսօր դրե տպել եք, որ զոհերի թիվը հաշվել եք 3791 հոգի, թե 3970-ի ալուրջ։ Էդ ինչ է արդարացման պրոցեսը, այսքան զոհինք Արցախը Հայաստանի 250 քառակուսու հետ նվեր տվին գնաց։ Խայտարակության ամենամեծ ձևը, հա։ Այմարդ որ ճամփին կպնում ես մի հատ բան ալնում։ Թանդիլյանը գնաց է նստել անտեի, հրաժարվում է, հացադուլ անում։ Այս ուղիղ ձևով Թանդիլյանը լենքին մտմա թաթարի հետևը, որ տես քո համար եմ նստել, ընդել մի հատ անասուն եկել է իրապես պարվա եկեն դե մտել է սենց անում։ Թանդիլյան ջան, դու հացադուլ մի արա, դու մեղք ես։ Մեկը իրան կազատ է։ Կապիկությունների շարք, էժան շոուներ։ Քոչարյանը պետությանը տիրում է, Քոչյանի բանկերը Հայաստանի Հանրապետության բոլոր բանկերի մեջ փայա, եթե ոչ իր սեփականն է, մի մասերը ես տպել եմ, մի մասերն է սեփականները, անձնական, որ թնդում է դա նորություն չի։ Թնդում է, ժողովրդին ինչ ուզում անում է, փողային միջոցները ոնց հրամանատալի փակվում է, ինքը իր կոբրայի դեմքով, ասում է, ինձ երկրում նեղում են, երկրում։ Դու չէր այլա սերված թուրքի լամուկ ասում Շուշա։ Ադրբեջանցիներն են ասում Շուշա, մեկ է դու, խփեք Քոչարյան Շուշա, տեսեք, այդ YouTube-ում կա։ Քոչյանը ամեն ինչին տիրապետում է Հայաստանի։ Ու բոլոր այս մուտիլովկեքը ինքը գալիս է Մոսկվայով Քոչյան, Լևոնով խորթակցվում է, Սերժը որպես երկրորդ քիթ քաշող դեմ, Նիկոլով լցվում է ժողովրդի մեջ։ Ավտոբուսների բոյկոտը պրծավ, չէ։ Չի պրծել, լավ են անում, այնքան չեն տալու, մինչև դուք բան անեք։ Հելել են Քոչյանի դեպուտատն էլ ասում է, ավտոբուսը պետք է զառնա ձրի։ Այդ լավ է, որ մեր ասածները կրկնում եք։ Հայաստան դաշինք եք, խմբակցություն եք, ինչ եք, լավ եք անում։ Մեռան կասելով առաջին ով ասե ձրի։ Արտակ Սարգսյանը երբ ասե։ Առաջին ինտերվյուին, սայնց 6-7 ամիս առաջ էլ որ դուք ինչ եք բարձրացրել։ Լավ եք անում, արեք, մենք չենք ասում դա մեր ասածն է, մեզնից ենքում, լավ եք անում, լսել եք, ասեք, արեք, ժողովրդի համար լավ է։
Անցնենք հաջորդ հարցին, այնքան թեմա կա այս Արցախի հանձնման նախորդ հայազգի կործանապահով, որ խոսեմ օրերը չի հերիքի։ Ոնց եղավ, ոնց հայ ժողովրդի մեջ մտցրեցին այդ պահը, ոնց սարքեցին, որ Արցախը պետք է հաղթի, որ հետո գցեն թուլացնել։ Քանի որ հայ ժողովուրդը 88 թվականին ամրացել էր, հայազգի մեջ, ես ասել եմ, այն բանը միջատ կա, կարող եք դնել ինտերնետով նայել, որը թույլ է տալիս, որ օձը գործի իրան կուլ տան, ինքը ներսից թույնում սպանում է տվյալ կենթանուն ու ներսից ուտելով դուրս է գալի։ Այս միջատի նման Իգորը Մուրադյանը եկավ Արցախյան շարժումը սարքին հանին Լևոնին բերին, Լևոնի հետ բերեցին Վազգեն Մանուկյան, բերեցին Ջհուդ Ստամբոլցյան, բերեցին Մասոնի ծառա Մանուչարյան, խաղ սարքեցին ժողովրդի վրեն, Նախիջևանի գրավման օրը դրին պայթեցրեցին գծերը, որ Նախիջևանը ազատա գրվում էր, թուրքերը համաձայնվել էին փախնեին, երկաթ գծերը պայթեցնել տվի Մանուչարյանի հետ, Լևոնի հրամանով, որ ադրբեջանցիներ չգնան, քանի որ Լևոնը դեմ էր, հայկական համախմբված ուժը շատ ուժեղ էր, իրենք իմանալով, այս արդեն հաստատ, իմանալով երկրաշարժի մասին, պիտի սարքվեր, պայթեցնեին, Լևոնը հատուկ թռցրեցին Մոսկվա, Պատ Մոսկովի հատուկ կարևորագույն գերիների տեղը պահեցին իբր թե Բերդ նստածա, սնունդ տանող օֆիցերների մեջ հայեր կային, մանրամասն նկարագրել են, որտեղ որ հասցեում ապրում տեղը գիտենք։ Հետո Լևոն Տեր-Պետրոսյանին որպես կոմունիստական կուսակցության ղեկավար թերթի ես հոդվածը տպել եմ ամենամեծ կոմունիստ եւ կագեբեշնիկ, որտեղ ժամանակին չգիտես ինչի, ինքն էլ է ծառայել Աֆղանստանի պարսկագետ եւ մի քանի լեզուգետ, Պապյան հիշի է, դու էլ կաս մեջը։ Բերեցին դրեցին այստեղ։ Հետագայում ամեն մեկը ստեղծեց իր դուստր ձեռնարկությունները, Սուտ Դաշնաղ, Սուտ Եսին Բևեր, SNN, Սուտ Հանրապետական եւ այլն։ Հանրապետականը եկավ, Վազգենին բերին, բարձացին բերե, որ քցելուց ուժեղ լինի։ Գլուխը կերան, Արցախում գնաց մուտիլովկա, սկսեցին սպանել Արցախի հերոս տղեկին, որոնք չէին ենթարկում, Լևոնա, Սերժա եւ Սամվել Բաբայանը այս դավաճանական խմբավորմանը։ Բեկորին սպանին ընդեղ, Դուշմանին սպանին, Մոնթեին սպանին, Կամանդոսի վրեն էին դրել հատուկ հսկողություն, Ժիրո հիշում ես քեզով ապրգե, Ժիրոն հատուկ հանձնարարությունով Արցախի դավաճան, ղեկավարության դավաճան մարդկանցով, Սպեսնազը տանում հատուկ գործողություն, Շահումյանում կոտորում գալիս է։ Ու ինքը ընդհանրապես Շուշիում չեղել, Շուշի հատուկ գումարտակի հրամանատար, ապացուցի 5 կռված տղեկին դեմները դիր, տե Ժիրոն որտեղ ա եղել։ Թե չկա կոմանդոս ինֆորմացիա չկա։ Մարդիկ կան, էլի եմ ասում, նորից եմ կրկնում, ձեզ, բոլորիդ, Մուսասիրը չկա, բայց Մուսասիրի տաճարականները կան, հասկանալի է, ով հասկանում է խոսքս հասկանում է, կոմանդոսը չկա լուսահոգի, բայց իր հետևորդ մարդիկ կան աշխարհի տարբեր տեղերում, Ժիրոյի նույն պատմությունը արել այնա Վազգենը գցեցի Պարույր Հայրիկյանը, տվել են բանը, տեղի կոմենդանտ էին տվել, պատասխանատու Գորիսով դեպի Լաչին, տարա Վազգենի խոսքը, անփորձ աղջիկ տղա, տարավ ռազմետքի կործանեց եկավ, Պարույր Հայրիկյանի դեր Բերդում նստած, գինը եկավ Ջհուդ կնգան կողեցին հետը երեխա ունեցավ Պարուրին հանին մաքրելու կնիկը երեխուն առավ փախավ, զարմանալի նմանություն Պապյան նույն կագեբեի բանը կնիկը երեխեքի հետ փախավ, Ժիրոն կնիկը երեխեքի հետ փախավ, Հայաստանի Հանրապետության մեջ աճեցրած այս ջեբի ապրանքների խումբ, գրպանային ապրանքների խումբ եւ այն որ փորձում են անընդհատ ասել թե Սևրի պայմանագրին գագոն թող չկպնի ազգերի լիգան որոշալը, խոդուք դեբիլ չեք։ Հոդուք դեբիլ չեք։ Ազգերի լիգա, ուրա որ ազգերի լիգայի որոշումը ունի, մակին շան տեղ չեն դնում։ Հեն Ադրբեջանը մակի ու Կարմիր խաչի գրասենյակը փակել է, ճիշտ է, փակել է նրա համար, որ ռուսների, թուրքերի հրամանները հեսա լենքի մտցնելն իր հետևը։ Դա շատ լավ արել, ուղղակի Ալիևը Վինյուսյանի ստիպված չի կարել ճանել, որտեղ մտել է խաղ, պիտի խաղա, անարելա Բեքայլն պիտի անի դենեցեն է։ Ընկելա Թակարտը Նիկոլի պես ինչ թեմենտալի անում է։ Բայց հասկանում եք Արցախի ժողովրդին, ստեղծելով միշտ կլանային համակարգ, որ միշտ կլանը Քոչանը էս պիտի լինի, կլանով են գնում, չէ՞, նույն հետումի պատմությունը, նույն Քոչանի Հայաստան գալը արցախցիներին բերին լցին, Սերժի գալը բերել լցել, Մոսոյի գալը բերել լցել, Սեյրանի գալը իրա բերել լցել, վերացնելով երկիրը ներսից էս
միջատների պես, ոչ թե Արցախի ժողովրդին, այլ Ղարաբաղյան կլանը, այնտեղ ժողովրդին ճնշելով, որ պայն ստրկական վիճակում ստեղ մտնելով հոգիների մեջ, կենթանու մեջ մտնող թունավոր բլոջի պես ներսից կերան։ Քանդեցին, եկավ ժամանակը, որ իրենք պետք է արդեն տային, որտեղ ծրագիրը տենց էր ստեղծված ռուսների համար։ Կոնտրոլի տակ պայելով հայկական բոլոր զինված ուժերը, քանի որ եթե չես կարողանում իշխես թշնամուտ պահի մոտ, սա ջուդների օրենքն է եղել, մասոնական օրենքն է, եթե չես կարողանում թշնամուտ իշխես, գոնե այնպես բարեկամացի, որ միշտ մոտի կլնես, ներսից իմանաս։ Ահա է Հայաստանի Հանրապետության զինված բոլոր ուժերը մտցրեցին նրանց տակ։ Լևոն Հայրապետյանի պես գյոզալ մարդուն, որը հայկական KGB-ի դպրոց էր ստեղծում, որ հայ երեխեքը չգնան ռուսական FSB վերբովկա չլինեն, սերրով հասցրեցին Մոսկվային, լրբի տղա Սերժի Շիպակլյակ, Շակալ, ինչ էր Արզականյանեն, Եվտուշենկովի հետ մտցրին գործի մեջ սարքեցին մարդու սպանին, Եվտուշենկովը եղավ հերոս։ Արզականյան իմն ընկերն է Եվտուշենկով, չասեմ էլ Արզականյանի նարկոշ։ Այս ամբողջը Արցախի ժողովրդի գլխին սարքելը, հայ ժողովրդի գլխին սարքելը, իզոլացնելը, ժողովրդին ամեն տեղով, սպյուրքը այնտեղ թողել, էստեղ թողել են ինձ, սպյուրքին էլ օգտագործելով որպես ինչ, որպես օգտագործելով միմիայն կթուկով, թույլ չտալով մասնակցեն Հայաստանի թեկուզ տնտեսական կյանքի պատճառաբանելով, թե յա կարող է Ամերիկա լինի, լրտեսնի, լուրջ։ Բա դուք բոլորը տում լրտեսնեք, որ Հայաստանը այսօրին է գցե, ռուսա ջհուդի, կոմունիստների ու ջհուդների, հա, բոլշևիկա ջհուդների տաննեք։ Երկիրը քանդելով, Արցախը հողող կեսես տալով, չլներ գյորբագյոր Լևոնը հայերը հասել էին հիմա Եվլախը գրավել են ու Ադրբեջանից գանձակ մանձակ չէր լինելու, ճամփեն արդեն դեպի Կասպից ծով։ Հատուկ հասցնելով սրան, այսքան ժողովուրդ ջարդելով, այսքան տարի հատուկ ծանր պայելով, Լևոն Տեր-Պետրոսյան, Երվանդ Զախարյան, ուր այն չի Բերթում չի Նիկոլ, հայ ազգին հոտվածը հանել եք, դվինի գործը 10,000 տոննա մազուտի գործը, Երվանդ Զախարյանին բերին դրին քաղաքապետ, ապօրինի շինությունները մեկին 10 լծեց, 7-րդ հարգից բարձր ամենհարգի համար 100,000 կաշառքը վերցեց, հետո տարավ դրեց Սերժը կադաստրի պետ Քոչանի հետ, ում ապօրինի շինությունները տվե արբան արեց, օրինական թղթերը բաժանեց թռավ։ Այսօր Երվանդ Զախարյանը բարեկամներով ընկերներով քննիչ, դատախազ, ես իմ այնտեղ ինչ կա իրանցնա, ուրա բա։ Այդ ոնց եղավ որ Արցախից չէ, ընդհակառակը Արցախից եկան բերել տվին, Բաքվից, այնտեղ մնացած այլ քաղաքներից, Գանձակից եւ այլն փախած Շամքորից, Շամախից, փախածները եկան Երևան, եղան թագավոր։ Այդ ոնց եղավ Հայաստանի ժողովուրդը ապրելով Հայաստանում մնաց գերի, Ադրբեջանից փախածները եկան դառան թագավոր։ Ով էր առաջ բրդում դրանց։ Ով Սանդալով Հայաստան եկած Սաշիկ, Վարուժ եւ մնացածը Սիրժիկ եւ այլն։ Հասկանալի, այսինքն հայազգի կործանման մեջ հատուկ լինելով Ղարաբաղյան կլանը միշտ տեր մանեկող միջոց, միշտ ինքը տերա փնտրել որ տակը լինի քանդի։ Սկսած Հետումյաններից էլի եմ կրկնում։ Օշինը եկավ խնդրելով որ Լևոնին էլի տակից խաղեր տվեց ընդ Թուրքերի, գնաց եվրոպացիների հետ խաղեր տվեց, ովքեր էին խաչակիրները, ես այս մասին խոսել եմ, ով չգիտի կարճ ասեմ, խաչակիրները Հռոմի պապի, որոնք մինչև այսօր էթնիկ պիտի լինեին ջհուդ, ոչ մեկ էթնիկ այլազգ չի լինում, ջհուդ, եւ ամենամեծ մասոնական կլանի նման բերեցին 9 հոգի, այդ մասին պատմել եմ, հատուկ ծառայության պապի անդամներ, եկան իբր պիտի գտնեին Քրիստոսի խորթավոր ընտրիկի գավաթը, իրականում մտան տաճարի տակ 990 կիլո ոսկի հանեցին, այն ժամանակ դե աշխարհում ոսկին քիչ էր, որովհետեւ բանկային ճանապարհը դրեցին, հետագայում հասցրեցին վենետիկյան դոժերի, որոնք դառան արդեն Դոն Իսպանիան եւ մյուս տեղերը դոժերի միջոցով էլի ջհուդական, բերի Նիդերլանդներ, նիդերլանդական պետությունը քանդի ղեկավարներին կախել տվին, սկզբի թուղթը մտցրեցին, հետո այդ փողերը Կիլիկիայի հայկական փողերով Անգլիային քանդելով գնացին։ Հիմա սրանց ով բերեց Հայաստան կպցրեց Հետումն ու Օշինը, սրանք բերեցին հայկական թագավորությունը քանդեցին, սկզբից աղջկան տվին 16 տարեկան Բալդուինին, հետո Վեկալան ինքը ամուսնացավ։ Այսինքն այլասերվածություն, այն սրբապիղծությունը, որը Ղարաբաղյան կլանը արել է թե Արցախում, թե Հայաստանում, նույնը սրանք արում են, նույնը Հետումն արել, նույնը արել են բանի ղեկավարները, բաղաց թագավորության, Կապանի Սյունիքի թագավորության ղեկավարները։ Պատմությունը ինչքան նայում ես, սրանք մեջն են, որտեղ նայում ես, ասես կեղտոտ ոտը մեջն է։ Կեղտոտ այս կլանի անդամը համարվում ցանկացած մարդ, ով որ Ղարաբաղյան կլանի ժամանակ բարձր պոստի ա եղել։
Բարձր պոստի եղել, կապ չունի, կծնվել է Լեննական, ծնվել է ես իմ Սյունիքում, ծնվել է Ռուսաստան, թե չէ։ Նույն կլանի մեջ է սրանք։ Այսինքն մենք հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ այս կլանը, որը ստեղծվել է, սրանք ստեղծվել են հայ ազգի քանդման համար, ընտրելով իրենց տերեր, ինչ որ մեկի տակ մտնեն, տակու կլինի Հայաստանը կործանեն գնա։ Այն մի անասունն ասում է, Քոչարյանը այնքան գրագետ բան է արել, որ խեղճացած Հայաստանը որ չուներ, հա, այն անասունն ասում են Գալաբալնի լրբի տղա ջհուդը, որ հերն ու մերը Եղեգիսի ջհուդական գերեզմանում թաղված են, բանի վայքի, այն Արա Աբրամյան, այն լրբազավրը, ասում է, ես եմ խորհուրդ տվել Քոչարյանի, ավելի լավ է Հայաստանը աղքատա, 100 միլիոնի դիմաց դրանք ծախի պրծա, լրբի վաստակ։ Ոչ ու բարով, դու քո երեխեքին տիրություն չես անում, մեզ 7 երեխա ունեմ, աղջիկդ մեռավ ամերիկաները ստրիպտիզ սպառելով, ոնց խփում ես մեջը կա, այ Գալաբալնի, 2 բառ 30-40 տարի Ռուսաստանս ապրում ռուսերեն չգիտես, հայերեն չգիտես, խորհուրդ ես տվել, այսինքն դու քո վրա վերցրեցիր այդ հարվածը, որ Հայաստանի 100 միլիոն տանելու մեջ դու կայր։ Ժողովուրդ ջան, որ խոսեն, երկար կխոսեն։ Այսքանով ավարտենք, անցնենք միջազգային բաժնին։ Թե չէ որ սկսեմ, այնքան բան են պատմելու, սենց իրար կապված բոլորի թելերով, ով ինչ արել, ոնց արին, ոնց Նորայ Դանելյանին սպանել տվին, ոնց Շահի Մեղրյանին սպանել տվին, ինչի սպանել տվեցին, ում հրամաններ որ Շահումյանը անցնի, ինչի պիտի Գետաշենը անցներ, ինչի պիտի մինչև Ասկերան հանձնեն, հետո հայ ժողովրդի զենքի գնով հանեին։ Նույն տարբերակը ինչպես ներկայացնում են, մեր լավագույն այդ ժամանակվա կռված տղեկ ասում են, հատուկ բացվեց Լաչինի միջանցքը, դա ճանապարհ էր, որ բացեն Հայաստանը ժողովրդին հանեին, ոնց որ արեցին հետո։ Պետք է Արցախի այդ մնացած շրջանները հանձնելով գային, հիշում եք, չէ, 92-ին ինչ ծանր վիճակ էր, հանձնելով գային եւ Լաչինը մենակ բաց էին, բան որ տեղով փախնեն պրծնի, բայց չստացվեց։ Հայ ժողովրդի մեջ կային այնց տղեկ, որոնք չթողեցին, ժամանակին Նեժդեյը չի թողել, Զանգեզուր եւ Սյունիքի հանձնումը։ Հետո այս Արցախը, այս մեր հերոս տղեկի արյան գնով, էլի եմ կրկնում, հարյուրավոր տղեկ ունենք արյան գնով մնաց։ Եվ արեց Նիկոլ Փաշինյանի ձեռքով այս բոլոր Ղարաբաղյան կլանի ջհուդ բոլշևիկների տակ հետևներն ու բերանները բացվարկած, քանի որ ջհուդի հետ պիտի լինի արվամուլ Հայաստանի բոլոր ղեկավարները, ընտրեցին ամենաչմուին, սարքեցին սա դարավոր 10,000 տարի բնիկ հայի օրանը հանձնեցին Թուրքի։ Իհարկե դա վերադառնալու է, սա հարցի երկրորդ կողմն է։ Մենք ասել ենք, մենք վերադարձնելու ենք սրանց, բայց ով Հայաստանի հանդեպ թշնամություն արեն, պետք է պատասխան տա, օրինական կերպով, ոչ թե ուղղորդված չենք զանգելու, դատավորին ասեն, գիտես ինչ կա, սրանք կորցրա։ Անցնենք սրանցից, անցնենք մնացածին։ Ուրեմն ասեմ ձեզ, որ միջազգային լուրերից մի քանի բան ասեմ։ Հաջորդ հարցը ինչի մասին ուզում եմ խոսել, սա Թուրքիայի ու Իրանի արդեն տեղական կռիվն է, որը հիշեցնում է այս մասին շատ եմ ասել, ու միշտ գործողությունների, որտեղ Թուրքը Պարսիկը եւ ջուդը խփելու են իրար։ Ամենամեծ տարածքը, որի մեջ խփելու են Սիրիան է։ Բայց քանի որ միայն Սիրիայով չի բավարարվում արևմուտքը ու չի ստանում, նաեւ ռուսը չի բավարարվում, ռուսը ունի իր տարբերակը, որպեսզի Պարսիկին չխեղճացնեն, իր կարճ խելքով չնայած ինքը մտնում է Պարսիկին խեղճացնողների մեջ, ես այս մասին ասել եմ, Հեզբոլայի բոլոր ջոկատներին Սպուտնիկով տեղեկությունները հայտնում են ռուսները ջհուդները կրակում սպանում են Իսրայելը։ Պարզ է, չէ՞։ Այս ամբողջը Իրանը գիտի, բայց Իրանը ինչպես արևելյան միշտ կայսերական քաղաքականություն լուր, համբերատար իր ամեն գործողություն անում է, հիմա Իրանը իր ձեռքմանը վերցրել մի զարմանալի բան, Քրդստանի բանվորական կուսակցությունը պատկանում է Իրան, չի պատկանում, արդեն Իրանն է զինում մի մասին, ինչպես նաև Ամերիկան, Ֆրանսիան, որոնք լուրջ դեր են խաղալու Թուրքիայի եւ Իսրայելի դեմ պայքարում։ Բանվորական կուսակցությունը, ոչ թե Իրաքյան Քրդստանի դավաճան ջհուդ ղեկավարները։ Բարձա, այսինքն տարածաշրջանում հասունանում է մի բախում, որը լինելու է Թուրքի, Պարսիկի, Քրդի, Քրդստանի բանվորական կուսակցության, բնականաբար հովանավոր Իրան, Ամերիկա եւ Ֆրանսիա, Իսրայել, Թուրքիա, միջև բնականաբար ինչ է լինի շունը շանթատ չի ծամի, Իսրայելը կյանքում չի խփի Ամերիկային եւ Ֆրանսիային, այդքան չունի հնարավորություն, արանքը ի՞նչ է լինում, արանքը լինում է Թուրքի եւ Պարսիկի թուլացումը։ Այն որ ասում ենք երկու շուն պիտի կռվի մեր ճամփեն բացվի, սա միանշանակ սա է։ Հələ կտեսնեք ինչեր է լինելու։ Դրա համար է Ադրբեջանի ձևական Ալիևի պաշտպանները Հայաստանում բոլոր կուսակցությունների կրկին ասեց Զանգեզուրի ճանապարհ, արա դուք գնացել եք ուրիշի Զուքարանի գմփոցի համար ուրախանում եք, ինքը շատ բան կարա ասի ներքին շուկայի համար, իրան ով է թողում, անձն ողբալի վիճակով սպասում է իր
ավարտին ոնց որ Նիկոլը, ով է իրան թողում ինքը որևէ բան անի։ Մի մեկնաբանեք այդ դեբիլի ցանկացած խոսք մեկել է մյուս դեբիլի։ Պատերազմական իրավիճակի մեջ ունենց այն եւ փող չունի բանկերը ոչ մի պետություն Թուրքիային չի ուզում փող տա։ Չի ուզում փող տա, որտեղ ինքը չի կարողանալու վերադարձնել։ Անկումը ասма 16%-ը իջել է 26-ին կհասցնենք 5%-ի։ Այս տարվա հարցը չլուծած 26-ի մասին են մտածում, ժողովուրդ, դուք ծիծաղելի չեք։ Ով այնտեղ փող դնում։ Բոլորը փողերը թուրքերն են փողերը հանեփախել։ Թուրքերը փողերը հանե փախել են այդ երկրից։ Անից երկրներ են փախել, որ ոչ մեկիդ մտքով չի անցնի։ Լատինական Ամերիկա, որ չգտնվեն, Ավստրալիա, փողերը հանած փախել են։ Հիմջալոց ասեմ ձեզ, որ փախել են նաև անունները փոխած։ Ես շատ բաներ գիտեմ, որ նույնիսկ հայկական ազգանուն վերցրած իբր ճշված են, ընդ գործ չեն թողել, որ բարին այն Ավստրալիայում եւ Լատինական Ամերիկայում իրենց։ Պատկերացնում եք։ Փողը հանեցիր երկրից, որ մեկը մի 2-3 տրիլիոն փող անի։ Մենակ 180 միլիարդ նախանցած տարվա տվյալով լցվել է Ֆրանսիա։ Այս տարի ինչքան փող են լցել, հայտնի չի, 180 միլիարդ։ Պարզ է ժողովուրդ։ Էլ չասեմ, որ ամբողջ երկրում, ինչպես ես էի ասում, դա պիտի լինի Թուրքիայի քանդման ձևը, երևում է մեր դրսի տղեկը, թաքուն ընկերությունների տղեկ հայկական խմբավորումները այդ գործարել են Թուրքիայում հիմա մի քանի միլիարդի կեղծ թղթադրամներ կան եվրոպական, որը կործանում է եւ տեղական թուրքական կեղծ թղթադրամներ նկարած, որ կործանում է տնտեսությունը մի քանի միլիարդի։ Հələ բռնածներն ա եղել մի միլիարդ, բա չբռնած ինչքան է ֆռում երկրում։ Բա ոնց, բա տնտեսություն ի՞նչն է քանդում, կեղծ փողը, ամեն ինչը փողը փախցնել է։ Սա մեր հարևանի ոչ ու բարով հարևանի համար գոռում էիք մարգարան բացին կուրա, ուրա ձեր մարգարա բացելը։ Զգում եք, որ այս Նիկոլը նույն ձևով այդ ֆեյքերի էշության վրա կարևորը այդ օրը գոռան մարգարան բացա։ Կարևորը հենց այդ օրը իրանք գոռան։ Կապ չունի, հաջորդ օրը չես հաստատ ինչ։ Այդ օրը գոռացին հացը կերան հերիքա, այդ օրը շոուն արեցին գրացին։ Էժան փնթի ոչլոտ այլասերված սիվիլիս։ Ամբողջ թմով։ Հաջորդ հարցը կանադառնամ այսօր Տրամփի հարցին, որը նույն Նիկոլի ասել եմ ամերիկյան ֆիլիալն է, այսօր էլի ասում եմ, որ վերջ Կանադան պիտի դարձնենք մեր 51-րդ նահանգ, Գրենլանդիան էլ գրավենք։ Ժողովուրդ ջան, արդեն հոգ նստում է։ Մարտ իշխանության այկի ամսի 20-ին, մարտ արդեն կես անգամ, ճիշտ է, մարտն է կես անգամ, էսի կգրավենք, ենի կգրավենք, են կգրավենք, այ մարդ դու քո երկրիդ համար ոչ մի լավոր լավ բան չես արել, հələ որ վատ բաներ ես անում։ Ամբողջ էությունը ի՞նչն է, որ ներկայացվել է հատուկ ծառայությունների գործ, իմիջիալոց ասեմ ձեզ, որ Պենտագոնը լրիվ դեմ է հանդիսանում Տրամփի ասած գործերին, քանի որ Տրամփը առանց հաշվարկի անուղեղ, դե ինքը չի, բնականաբար, իր ջութերերը անուղեղ բաներ են անում, ամեն ինչ անում, տես ասում է Իսրայելը պետք է Գազան չլինի, այսօր պետք է ստիպենք ճանաչենք Սամարիայի, ես իմ եկեղեցին ինձ ստիպում է, ավետարանչական եկեղեցին ինձ ստիպում է Սամարիան եւ Հուդան ճանաչել Իսրայելի անբաժանելի մաս, ինչ որ հիմարություններ կատարյալ։ Բայց ես կներկայացնեմ քարտեզային իրական ձևը, քանի որ աշխարհի ամբողջ պատմությունը, ասել եմ ձեզ, դա ճանապարհների կռիվն է եւ հաստատվելու, Հայաստանում էլ այդպես աշխարհում է, չէ ճանապարհ, այս գրավին այս ճամփենացավ առևտրի։ Հիմա նույնը կպատմեմ Սառուցյալ օվկիանոսի համար վերջին տվյալները եւ ինչպես նաեւ Իսլանդիայի եւ Գրենլանդիայի։ Նախ առաջին հայացքից բոլորը գիտեք Սառուցյալ բանի ցուրտ էսեին, հա, վերջին 20 տարվա մեջ ահա որ հալել է, որը բացել է ճանապարհներ։ Ուրեմն ես որ թվերի լեզվով ասեմ, ձեր համար ապշեցուցիչ կլինի։ Նախ ասեմ ձեզ, ցանկացած ինքնաթիռ ինչի է Ամերիկա ուշ թռնում, քան ասենք կոնկորդները, որոնք հանեցին, քանի որ ինքնաթիռները թռնում են ափերով, որ եթե վտանգավոր բան լինի, որևէ տեղ կարողանան իջնել, ճիշտ ափերի մոտ։ Դրա համար ուղիղ Ամերիկա օվկիանոսը չի թռնում ինքնաթիռը, բարձրանում է վերև, Գրենլանդիայով, Իսլանդիայով, այսպես իջնում է Ամերիկա։ Հիմա ինչին է պետք, նախ թռիչքների եւ ապահովության համար։ Երկրորդը, ամենամեծ բանը կա երկու ուղի։ Մեկը Ռուսաստանի ափով է գնում նավայինը, որ արդեն հալել է նավերը հեշտանավարկությունը, մյուսը գնում է Կանադայի ափով, Լաբրադոր թերակղզի արանքներով այդպես դուրս է գալիս դեպի Ամերիկա։ Ուրեմն նախ հյուսիսային ճանապարհը Սուեզի ջրանցքին համարվում է կոնկուրենտ։ Ինչի։ Տեսեք, Սուեզի ջրանցքը այսօր մերձավոր արևելքը տաք է, Եմենում տաք է, հատուկ Եմենում իբր չեն կարողանում սպանել այդ տերորիստներին, ծովահեններին, որը ծիծաղելի բան է Սուդանում, ընդամենը դա մի քանի վայրկյան բան է, բերեն ռազմական նավերը բոլոր մենակ ՆԱՏՕ-ն բերի կամ Ռուսաստանին թողեն, կես ժամում դրանց կպայթեցնեն, գցեն երեխեքով, ընտանիքով։ Կարևորը ճանապարհն անցնել է աշխարհի 80% ապրանքը տենց անցնում, նավթն էլ է։
Չէ՞։ Հիմա տեսեք ինչի է այս ճանապարհի համար պայքար գնում, քանի որ այդտեղ ունեն Եմեն, ձև են տվել, վայ, պարսիկներին չենք կարողանում հաղթենք աշխարհում, հələ պարսիկներին չէ, Եմենի հուսիտներին չենք կարողանում հաղթել, ալտերնատիվ հաստատելով, որ Հնդկաստանը, Սինգապուրը, Ճապոնիան կարողանալու են փակել Ռուսաստանի եւ Չինաստանի ճանապարհը Սուեզով անցնելու, ռուսներն ու չինացիք 4 ատոմային սառցանավ, այս մասին ես խոսել եմ արդեն 4-3 էր, տվել է այդ տարածքում Չինաստանը ռուսներին օգնության համար, 8 հատ է ռուսականը եւ 33 նավ սառցահատ նավեր, որոնք ներկա կատարել են 2024 թվին 39.1 միլիոն տոննայի փոխադրություն։ Բեռնափոխադրություն։ Իմիջիալոց ասեմ ձեզ, որ կանադական ուղղությունը ավելի թույլ է, ինչի, որովհետև Կանադան այդ ուղղությունում ուրիշ երկրի հետ չի կարող աշխատել, կարող աշխատել մաքսիմում Ճապոնիայի հետ, հա, չինացիները այդ ճանապարհով քիչ են բերում են, բայց քիչ։ Մի երկու անգամ քիչ։ Ինչի, նախ ասեմ ձեզ, ուրեմն հյուսիսային ճանապարհը 4000 ուշադրի եղեք։ Բոլորի բերած ապրանքները, թեկուզ Ամերիկայի մյուսի, ամենամեծ շուկան Եվրոպան է, որտեղ աշխարհի բարենպաստ քիչ շատ ապրող բնակչության 750-ից 800 միլիոնը ապրում է Եվրոպայում։ Պարզ է։ Բարենպաստ ապրող, այսինքն ամենամեծ շուկան է, որ կարա բոլոր ապրանքները սպառի, բոլորդ հասկանում եք սա։ Հիմա տեսեք, այդ 800 միլիոն բարենպաստ ապրող մարդկանց ճանապարհի համար է կռիվ գնում։ Հիմա Գրենլանդիան պատկերացրեք, Գրենլանդիայով գալիս է լինում է 5700 կիլոմետր, ինչև Ամերիկա, Եվրոպայից կամ մյուս տեղերից։ Եթե գալիս է Ռուսաստանով լինում է 5300 կիլոմետր։ Այսինքն 400 կիլոմետր էլի շահում է, բայց այդ 400 կիլոմետրը էական չի։ Ուղիղ գծով երբ որ սկսում է ինքնաթիռը թռնել Կանադայից, Գրենլանդիայից կամ կանադական ափից կամ ամերիկյան մինչև Եվրոպա 1500 կիլոմետր, այսինքն Գրենլանդիայից Իսլանդիա 500 կիլոմետր է, 1000-ից հասնում է Անգլիա։ Պարզ է, այս ճանապարհը ինչքան մեծ է, չէ՞ որ ինքը ցամաք է, հսկայական 2.150.000 քառակուսի կիլոմետր։ Երկու կողմերով ինքը վերահսկողություն ունի, ինչպես ասել եմ նաև ընդերքի հանդեպ Լոմոնոսովիչ վասկի, որտեղ գտնվում է աշխարհի օգտակար հանածոների 20%-ը, որը ոչ մեկ չի հանում, ռուսնա միտեղ մի փոքր փոքե, ծակի գազը հանում, այն է շատ թանկ։ Հասկանու՞մ եք, տեսեք։ Քիչ բնակեցվածություն, պատերազմը հոյակապ ասել եմ։ Օգտակար հանածոները ձեռ չեն տվել, պատերազմը անխուսափելի է։ Գրենլանդիան բնական էկոլոգիական ջուր, որը կխմեն բոլորը, էլի անխուսափելի։ Հիմա, ինչ են որոշում անել սրանք, երկու ճանապարհով եկողն էլ 4000 կիլոմետր ավելի կարճ է, քան Սուեզի ջրանցքը։ Սուեզի ջրանցքը վերահսկում են ովքեր, անգլիացիք ու ֆրանսիացիք, բնականաբար, Ամերիկան հա ունի, բայց Ֆրանսիան ու Անգլիանն է վերահսկում ինչև այսօր էլ, ինչքան էլ ասեն, չէ, հա, իրենց ընկերություններն են, դուրս է գալիս, որ եվրոպական երկրների հանդեպ որպեսզի ստեղծեն մրցակցություն, հյուսիսային ճանապարհը օգտագործում են, բայց հյուսիսային ճանապարհը Ռուսաստանի կողմից եկածը Շպիցբերգեն, Նորվեգիայով էլի վերահսկվում է եվրոպացիների կողմից, իսկ մյուս եկած ճանապարհը Ամերիկայով, քանի որ եվրոպացիները առաջի եւ մինչեւ այսօր էլ աշխարհի բաժանման տերերից մեկն են, էլի Գրենլանդիան եվրոպական է։ Տրամպը փորձում է մի հարվածով երկու նապաստակ խփի, որը չի ստացվում։ Այսինքն Տրամպը ասելով մենք հասկանանք ջուդական է սատանիստական կլան է։ Եվս մի մասոնական կլան։ Որովհետև տեսեք, Գրենլանդիայով ինքը ուզում է Գրենլանդիան վերցնի իր կարճ խելքով 56000 մարդ ապրում, հա, հարվածը հաջորդը կստանա Իսլանդիան 300,000 բնակիչ ունի, Կանադան էլ համեմատաբար Ամերիկայի քիչ ունի, մոտ 42-43 միլիոն։ Այսինքն, այս ճանապարհը, որի մեջ ինքը կործանարար խաղ է գնում, որտեղ պատերազմելու ես 800 միլիոն Եվրոպայի, պատերազմելու ես 45 միլիոն Կանադայի եւ ինչու՞ չէ նաեւ հաջորդ հարվածը Մեքսիկայի 130-140 միլիոն, 150 միլիոն, Մեքսիկայում ոչ մեկ մարդը համար չի անում, ով անի այնտեղ։ Օրական ճագարի պես աճում է։ Բարձա, այսինքն սա ավելի շատ Ամերիկայի վնասն է։ Հաշվի առնելով այս ընթացքը, եվրոպացիները որպես ֆորս մաժոր սկսում են թիկունքը չինացու հետ պայմանավորվել, որը Ամերիկան ինչքան է պայմանավորվի, չի կարող խփի, որտեղ չինացին չունի այդքան ռեսուրս, բերեք ճիշտ խոսանք։ Հիմա մեկը դեբիլ կգրի 1.5 միլիարդ են։ 1.5 միլիարդ ասած Վարդան Պետրոսյանի մեր հումորիստ բռակ ենք տվել։ 1.5 միլիարդ բռակը ինչ պիտի անի այդքան տեղ, ընդամենը 4 նավով։ Եվրոպացիները հսկայական նավատորմերը բոլոր դրոշներով ֆռում են այդ տները ռազմական թե ոչ ռազմական, ինչ պիտի անի չինացին 4 նավով այդ 14000 կիլոմետր երկարության վրա։ Բարձա։ Հիմա դուք հասկանում եք ինչ է կատարվում։ Սա փորձում է երկու խաղ տա, արանքը իբր թե փող բռնի,
բայց արանքը իբր թե փորձում ա ռուսին հանի, բայց ինքը խաղի մեջ ա մտնում էլի ռուսի հետ համոզելով, լրիվ բիզնես առաջարկ, կռիսություն, որ ռուսը եթե չանի, փորձեն Եվրոպային սխմեն։ Եվրոպան է միամիտ չի, բնականաբար ինքն է խաղի մեջ պետք եղավ կմտնի թե ռուսի հետ, թե Լատինական Ամերիկայի հետ, թե մյուսի հետ, որ կանգնեցնի միջալոց ասեմ ձեզ, որ Լատինական Ամերիկայի բնակչությունը շատ ավելի է, քան Հյուսիսային Ամերիկային է։ Չէ՞ որ Հյուսիսային Ամերիկայում մի հատ 325 միլիոնանոց Ամերիկա կա, իսկ Լատինական Ամերիկան մենակ Բրազիլիան ու Մեքսիկան իրար հետ արդեն 400 միլիոն մարդ է։ Էլ մնացածը չհաշվենք։ Չհաշված որ Հյուսիսայինում Ամերիկան բարեկամ չունի, Կանադային ուզում է կործանի, Դանիային եւ մնացածին վերջ։ Այսինքն մենակով մնում է 700 միլիոն այդտեղ, 800 միլիոն ընդդեմ մարդու տեղ։ Ինչ է դուրս գալիս։ Դուրս է գալիս, որ Ամերիկան պատերազմի մեջ է կասրելու այդ ժողովուրդը, որպեսզի կատարի այդ սև գործը, որին իշխում են ջհուդները, որ ինքն էլ էթնիկ ջհուդի տակ, ոնց որ Պուտինն ու Տրամպը փորձում են պատերազմի մեջ քաշեն հյուսիսի մասը, որ տեսնեն ինչ է դուրս գալու։ Ահա սա է աշխարհի այսօրվա աշխարհակաղակական վիճակը եւ պայթեցումները կտա էլի տաքացման, որը կբերի հսկական ջրերի հալվելու, նաեւ կարող է հենց որ ջրերը հալվեց ծովը, եթե 2 սանտիմետր կամ 3 սանտիմետր բարձրացավ, ժողովուրդ աշխարհի մի շարք քաղաքներ եւ տարածքներ կանցնեն ջրի տակ։ Հիշեցնեմ ձեզ, որ այսօրվա դրությամբ, եթե 20 տարի առաջ 80%-ներ ապրում ծովափերին, այսօրվա դրությամբ 87%-ն ապրում ծովափերին։ Ինչի՞, որովհետեւ ծովափների համար հարմար է, ծովը էժան ճանապարհ է, ջուրը կա, ամառը ծովը քաշում է իր վրա, շոքը հովը փչում է, ձմեռը հակառակը, սառը քաշում է, գոլը փչում է ծովափներին։ Չինաստանի բնակչության 90%-ը ապրում է ծովափին։ Մի շարք երկրների Բրազիլիայի բնակչության 90%-ը ապրում է ծովափին։ Միայն Եվրոպա մայրցամաքն է, որ ներսեն են ապրում, Ամերիկան էլ ծովափին են բոլորը ապրում, ներսին նահանգները դատարկ։ Կովկասի չափ նահանգ ունի, վրան 800,000 մարդ ապրում, նույնն է Ռուսաստանը, նույնն է Կանադան։ Սասկաչևանը Սիբիրի չափը վրան ինչքան է 600,000, 500,000։ Նույնն է Ռուսաստանը, հսկայական Յակուցիայի վրա 800,000 մարդ ապրում, Հնդկաստանի չափ տեղը։ Այսինքն հասկանում եք, չէ՞ ինչ է կատարվում։ Ծովային ոչ միայն նաև միտումնավոր կերպով խառնվելով Աստծո գործեն այս սատանիստները փորձում են երկրում արհավիրքներ սարքել, նաև քաշելու են կռիվների մեջ մեծ երկրներին, որպեսզի իրենց ուզածը կստացվի թե չէ։ Չէ՞ որ մեծ հաշվով, բացի իմպերիալիստներից աշխարհի այս սև ուժերի տերերի համար մարդկանց մահվան քանակը չկա, իրանք ուղղակի ֆիքսում են։ Ինչ Արցախում, ինչ Դարֆուրում, ինչ Հայոց եղեռ, ինչ մյուս տեղի եղեռ, ինչ Հարավային Սուդան, իրանք ֆիքսում են։ Ինչ Ռոհինջա, ինչ Արևմտյան Սահարա, բարձա։ Իրանք համար ուղղակի ծիճկա է դնում են։ Ու ինչ Ուկրաինա, ինչ Սիրիա, ինչ Իրաք, ինչ Աֆղանստան։ Այսքովա դրությամբ մեկը մտածում է Աֆղանստանում, ասենք Ղանդահարից մինչև Քաբուլ, որ չկա ոչ մի հիվանդանոց, ոնց է հասնում մեքենա։ Ես խոսում եմ հազարացիների եւ մյուս ազգերի հետ տեղը, ասում են Ղանդահարից մինչև Քաբուլ կամ Կուշից մինչև Քաբուլ։ Դու մեքենային պետք է եսի միշքան փող տաս, ավտոմատով զինված մարդիկ եթե փող ունես, բարեկամիդ կհասցնեն կամ քեզ հիվանդանոց։ Չէ, ասում են, այնքան ա եղել մեր բարեկամները մեռել են, չենք կարողանում գերեզման թաղենք։ 10-15 օրով մի ամսով հոտել են տա մեջ։ Որևէ մեկ այսօր այդ մասը խոսում է, չէ։ Արցախը մի տարի շրջափակման մեջ էր սոված։ Որևէ մեկը ձեն հանը չէ։ Նույն այդ եվրոպացին որ պուսի, տեսեք ես ոչ մեկին չեմ գում։ Կուտի առավոտ հելնում էր, այսօր հելա էլի տեսա 7-15 բոլոր փողոցը +1 ա դեռ օրվա մեջ ալնելու 15։ Բոլոր փողոցը նստած են եվրոպացիները, թոշակառուները թերթերով, croissant ֆրանսիական ձևով ասեմ, կրուասանները, դեմքերը, դիմացները, այդ քանի որ այդ բառը ֆրանսերեն է, գերմանացիք շատ բառեր ֆրանսերեն են ասում։ Կրուասանը դեմը, կապուչինոն դեմը, լուրերն են։ Այդ չի։ Իր մոտ կռիվ չկա, ինքը տենց է։ Այսինքն ֆիքսելու համար, դրա համար մենք որպես հայ պիտի պայքարենք մեր տեսակի բարձրացման եւ միշտ ամուր պահելու համար։ Իսկ հայը այն մարդու մեջ Աստծո մասնիկը կա եւ հայ ազգի համար պատասխանատու է, ոչ թե նյութական, այլ հոգեվոր։ Որտեւ հենց գնացի նյութականի վերաբերվել դառնալու ես Ղարաբաղյան կլան, ազգին կործանող, թալանող, ուրիշի ստրուկ հետո գաս սենց դեմքով Շուշա կամ ես կամ Նիկոլ Փաշինյան կամ Լևոն Տեր-Պետրոսյան քոր։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հաղորդումը, հիշեք, որ հայ ազգը, որ Աստծո մասնիկն է, առաջինը մարդը եղել է Հայաստանում, առաջինը նոյից սկսած աներկելի փաստա, հայն է աշխարհի տերը։
Բայց որ դուք տունը նստեք մեջքի վրա կրավորական պարկ եք, որ ասում եք լիդեր ենք փնտրեմ, լիդերը եկել է համ էլ ասում եք հավես չկա, դուք լա հաղթեք, հետո կգանք կպենանք, կմիանանք, լավ եղավ, զանգում ասում եք գաք ջան, լավ եղավ, նոր կմիանանք։ Շնորհակալություն։ Ես ոչ կարիք ունեմ, ոչ է բան, լավ լինելու բոլորն է կմիանան։ Ասած մեր հարևանի Գորիսեցի հոյակա բաներ ասում էր աղքատը որ նոր շորա հագնում հարցնում են շտեղանա հարուստը որ հագնում ասում են շնորհավոր որովհետև հարուստին ոչ մեկ չի հարցնում որտեղից է շտեղանա որտեղից աղքատին են ասում ես որտից քեզ լավ շոր հիմա նույնն էլ է դա երբ որ ամեն ինչը հաղթեցիք այդ պետք չի որ դուք գաք միանաք պետքա որ ազգային հոգով միանաք ոչ թե շահի ավարտում եմ հաղորդումը մաղթում եմ բոլորիդ լավոր եւ վերջնական մեր բարեմաղթանքը ուղարկենք արգերքինք Աստված թող արժանին պատժի հայ ազգի թշնամիներին ներքին ու արտաքին հատկապես ներքինին որտեղ ինքը ամենաանտեսանելի տականք վաճառող ստոր բռնաբար սրբապիղծն ու մեջքից խփող Աստված թող արժանին պատժի Ամալեկների թշնամիներին հաջորդ տարին Արցախում Նախիջևանում Գանձակում Բագարանում հաջորդ տարի Մուշում Վանում Արդահանում Վանանդում Սասունում Բաբերթում Կարինում Կիլիկիայում Անգորայում եւ Պոլսում Ամեն հարգելիներս հիշեք Արցախը չի մոռացվել չի էլ մոռացվելու Արցախի նոր փայլուն պատմությունը շուտով սկսվում է սա ուղղակի հարկադրաբար դաթարա ժողովրդի ինքնագիտակցությունը վերա հաստատելու համար որ տեսեք անգործ մնալ լոպազանալը ինչի բերեց ստեսություն ձեզ